Շնորհակալ եմ շատ, հարգելի ներկաներ, ողջունում եմ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025-ի մասնակիցներին, արդեն երկրորդ տարին է նման ֆորում կազմակերպվում և սա կարծում եմ շատ լավ հարթակ է, որպեսզի մենք քննարկենք ոլորտի հնարավորությունները և մարտահրավերները։ Պարոն Խուդասյանը արդեն նշեց, և դա ակնհայտ ճշմարտություն է, որ այստեղ մենք ունենք լրջագույն և հնարավորություններ և մարտահրավերներ և կարծում եմ հարթակը հնարավորություն է, այդ թվում կառավարության համար, որպեսզի ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային այսպիսի տևական ֆորմատով բոլոր հարցերը քննարկվեն։ Տանպես Հայաստանում հանքարդյունաբերություն ասելով մենք հիմնականում հասկանում ենք մետաղական հանքերի շահագործումը և սա ինչ որտեղ հասկանալի է, որովհետև ոլորտի ըստ էության 95 և ավելի տոկոսը վերաբերվում է հենց մետաղական հանքերի շահագործման գործընթացին, բայց իրականում այս իրողության մեջ էլ պրոբլեմներ կան և պիտի ընդգծեմ, որ կառավարությունը այս համատեքստում շատ լրջագույն խնդիրների է բախվում, օրինակ ոչ մետաղական հանքերի շահագործման ոլորտում։ Մենք զարմանքով արձանագրեցինք, երբ որ Հայաստանում շինարարության տեմպերը ակտիվացան և նաև սուբվենցիոն ծրագրերը, կառավարության ուղիղ ներդրումները մարզերում, մենք օրինակ զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա։ Երբ որ մենք անդադ ամեն երրորդ նախադասության մեջ, երբ որ խոսում ենք Հայաստանի մասին, ասում ենք քարերի երկիր Հայաստանը, բայց հետո պարզվեց, որ մենք մեր համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար քար ենք ներկրում արտերկրից, ինչը ինքնին արդեն այս նախադասությունը ցույց է տալիս, որ մենք պրոբլեմներ ունենք։ Եվ այդ 95%-ը իհարկե ավելացված արժեքի գնի մասով, կշռի մասով գուցե ինչ որտեղ հասկանալի է, բայց ես կարծում եմ, որ մասնավորապես քարի մշակման և արդյունահանման ոլորտում մենք անելիքներ ունենք, որովհետև դա առաջինը մեր տնտեսության պոտենցիալն է և երկրորդը մեր երկրի կոլորիտը մեր երկրում ներկայացնելու հնարավորությունն է, ինչը մենք այդքան էլ լավ չենք անում։ Ես ուզում եմ կիսել մի տպավորություն վերջերս Չինաստան կատարած իմ այցից, ինձ շատ զարմացրեց, որ Չինաստանում շատ տարածված երևույթ է, որ ուղղակի երկրում առկա քարերից ուղղակի քարի հուշարձաններ գոյություն ունեն։ Եվ նրանք շատ գեղեցիկ են և շատ բնակավայրերին կոլորիտ են մատուցում և պարոն Խուդասյանի հետ ենք, ես ասացի, պատկերացրեք մենք ոչ միայն շինարարության համար քար չունենք մեր երկրում, չնայած քարի երկիր ենք, բայց մեր Հայաստանի 60%-ը երևի տուֆից է պատրաստված, բայց մենք տուֆին մեր հարգանքի տուրքը նորմալ չենք էլ մատուցում և տուֆի արձան կամ մոնումենտ չունենք նույնիսկ և որոշեցինք, որ անպայման առաջիկայում Արթիկ համայնքի հետ մենք այս բացը կլրացնենք և համայնքներում մենք սա նախ բնության հետ հաղորդակցվելու շատ կարևոր ձև է և նաև արժևորելու և նաև մեր ուշադրությունը հրավիրելու և նաև մեր խոսույթները մեր իրականության հետ համապատասխանեցնելու, էլ չեմ ասում, որ շինարարության ոլորտում իհարկե քարի ներկրումը շատ տարածված երևույթ է, ես չեմ ասում, որ Հայաստան քար պետք է չներկրվի, որովհետև տարբեր պահանջներ կան, տարբեր պահանջարկներ կան, ես խոսում եմ նրա մասին, որ այնինչ ակնհայտորեն մենք նկատի ենք ունեցել, որ պետք է Հայաստանի տնտեսությունը զարգանա բյուջեի ներդրումներով, միշտ չի, հետո ենք պարզել, որ դա իրականում ներմուծման վրա է օգտագործվում։ Այս համատեքստում ես շատ կարևորում եմ նաև ոլորտի թափանցիկությունը և իհարկե ոլորտի պրոֆեսիոնալությունը, որովհետև նույն քարի ոլորտում ամենատարբեր պատճառներ կան, թե ինչու ենք մենք այսպիսի իրավիճակում։ Այդ պատճառներից մեկը ոչ թափանցիկությունն է և այդտեղ գիտելիքի վրա ներդրումների քչությունը, սակավությունը կամ բացակայությունը և սրան մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք։ Մենք հսկայական պրոբլեմներ ունենք ավազի
արդյունաբերության ոլորտում, որովհետև այս այն ոլորտներից է, որ թափանցիկության լրջագույն խնդիր կա, եւ մենք այդ խնդիրները լուծելու դժվարություններ ունենք, այդ թվում այն պատճառով, երբ որ մենք վճռական քայլերի գնալու տրամադրվածություն ենք ունենում, շինարարության այս ծավալների պատճառով շատ արագ մենք ճնշում ենք զգում շինարարության ոլորտից, որովհետև պարզվում է, որ եթե ամեն ինչ ստանդարտի մեջ տեղավորենք, պարզապես այս գոնե ինչ որ մի բավականին երկար ժամանակ Հայաստանում շինարարությունը կկանգնի, որովհետև հենց ավազի ոլորտում ահռելի ստվեր կա, ընդ որում ստվեր, որը ամեն օր մեր փողոցներով եւ մայրուղիներով երթևեկում են, բայց մենք այդ ստվերին հետ առնչվելու ձևերը չենք գտել եւ սա լրջագույն մարտահրավեր է։ Էլ չեմ ասում, որ մենք ստեղ պետական անվտանգության երևույթներ տարածքային ամբողջականության խախտման խնդիրների հետ ենք առաջվում, եւ որ պարզվում է Արաքս գետից մենք ավազ արդյունահանելով մեր երկրի տարածքն ենք կրճատում, ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր դա անում են, եւ մենք այստեղ էֆեկտիվ հակազդման մեխանիզմներ շատ չունենք։ Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ ոլորտի մեծագույն խնդիրներից մեկը ոլորտի իմիջն է։ Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով այստեղ բազմաթիվ հարցեր են կուտակվել, եւ ես կխնդրեի ֆորումի մասնակիցներին անպայման ուշադրություն դարձնել այս խնդրի վրա։ Պետք է խոստովանել, որ հանքարդյունաբերության ոլորտի շուրջ ահագին նեգատիվ կա կուտակված, եւ մենք պետք է հասկանանք այդ նեգատիվի պատճառները, չնայած այս ընթացքում հասկացել ենք նաեւ որոշակիորեն նեգատիվի պատճառները, որտեղ ակնհայտ է, որ ընդերքը պատկանում է պետությանը եւ ժողովրդին, խնդրեմը այստեղ այն է, որ Հայաստանի հանրային գիտակցության մեջ այս ընկալումը, որ ընդերքը պատկանում է ժողովրդին եւ պետությանը, այդքան էլ ճշմարտացի չի թվացել եւ ժամանակն է, որ մենք այս խնդրի վրա աշխատենք եւ մենք այս խնդրի վրա աշխատում ենք։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել միայն այն հանգամանքին, որ հիմա Հայաստանի կառավարությունը եւ իդեմս կառավարության նաեւ ժողովուրդը ըստ էության մասնաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մասնաբաժին ունի Ամուսարի հանքում, եւ սա շատ կարեւոր է։ Էլ ուզում եմ ընդգծել նաեւ, որ մենք բյուջետային համակարգի մասին օրենքում շատ կարեւոր փոփոխություն արեցինք ազդակիր համայնքներին հանքարդյունաբերության ոլորտի ռոյալթիներից 2% մասհանման մասին։ Սա ինչ որտեղ կարող է սիմվոլիկ թվալ, բայց կարևորը մեխանիզմի ներդրումն է, որովհետև այդ մեխանիզմը հնդածս ինքը նաև կզարգանա, եւ ուզում եմ ընդգծել նաև հետեւյալը, տեսեք 2018-ից 2025 թվականներին նույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2000, այսինքն նախորդող 7 տարվա համեմատ պետական բյուջեի կատարած վճարումները ավելացել են շուրջ 148%, այսինքն կրկնակիից ավելացել են։ Սա նաև այստեղ խնդիրը միայն այն չէ, որ հասկանում եք, որ կառավարությունը պետական բյուջե եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետական բյուջեի եկամուտները ավելացնում են։ Սա շատ կարեւոր է մարդկանց մոտ այդ գիտակցումը կենթանացնելու եւ սերմանելու համար, որ ընդերքը ժողովրդին է եւ ժողովուրդը եւ պետությունը ավելի մեծ օգուտներ է ստանում այդտեղից։ Ի վերջո այդ վճարումները դառնում են ճանապարհներ, այդ վճարումները դառնում են դպրոցներ, այդ վճարումները դառնում են մանկապարտեզներ, այդ վճարումները դառնում են անվտանգություն եւ այլն եւ այսպես շարունակ, եւ ես շատ կարեւոր եմ համարում այս հանգամանքը Եվ ուզում եմ ընդգծել նաև, որ մենք 2018 թվականից շատ քննարկում ենք, առայժմ ավելի շատ քննարկում ենք մեր հանքարդյունաբերության համապատասխանությունը լավագույն միջազգային բնապահպանական ստանդարտներին։ Էս էլ է խնդիր, որ մենք իհարկե չեմ կարող ասել, թե ոչինչ չենք արել այս ընթացքում, բայց նաև հաստատված ավանդույթները կամ մշակույթը փոխելը հեշտ գործ չի։ Մենք պետք է սա հասկանանք, բայց մյուս կողմից պետք է նաև
առերեսվենք այն խնդրի հետ, որ սա առաջնահերթություն է, որովհետև շրջակա միջավայրի նկատմամբ հոգսը շատ էական է, մանավանդ հիմա, մանավանդ այս շրջանում, մանավանդ սիմվոլիկ առումով, երբ մյուս տարի Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության COP17 համաշխարհային գագաթնաժողովը, եւ ես կարծում եմ, որ եւ հույս ունեմ, որ ֆորումի օրակարգում, որ ինչպես հասկացա ամենամյա է լինելու, այս հարցերը նույնպես կընդգրկվեն։ Եվ իմիջի առումով ես շատ կարևոր եմ համարում նաև, որ մենք ի վերջո արձանագրենք մի կարևոր հանգամանք, որը մեր հանրային ուշադրությունից դուրս է մնում, որտեղ հանքարդյունաբերությունը գիտելիքահեն ոլորտ է։ Եվ երբեմն մենք այս ակնհայտ փաստը չենք նկատում, որովհետև հանքարդյունաբերությունը, առավել ևս արդյունավետ հանքարդյունաբերությունը ինքը պահանջում է բարձր որակի մասնագետներ, ընդ որում ոչ մի ուղղության, բազմաթիվ ուղղություններով բարձր որակի մասնագետներ, ընդ որում բարձր որակի ինժեներներ, քիմիկոսներ, գեոդեզիստներ, երկրաբաններ եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես նկատի ունեմ հանքարդյունաբերությունը կրթության լոկոմոտիվ է, հանքարդյունաբերությունը նաեւ տնտեսության լոկոմոտիվ է, որովհետեւ հանքը շահագործելու համար բազմաթիվ այլ տնտեսվարողներ են աշխատում եւ բազմաթիվ այլ գործունեության ձևեր են զարգանում։ Եվ ես պարզապես ուզում եմ, որ մենք նաև ուշադրություն հրավիրենք այս փաստի վրա, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի ներսում մարդկանց մասնագիտական կարիերա անելու շատ մեծ եւ շատ լավ հնարավորություններ է տալիս, եւ ինչքան մենք բարձրացնենք մեր հանքարդյունաբերության ստանդարտը, այնքան ավելի կմեծանա բարձր որակավորման մասնագետները։ Բայց ես նկատի ունեմ ոլորտում նաև բարձր որակավորման արհեստավորների մեծ պահանջարկ կա, բարձր որակավորման բանվորական ուժի, որակավորված բանվորական ուժի մեծ պահանջարկ կա եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ուզում եմ ընդգծել հանքարդյունաբերության սոցիալական կողմը նույնպես, որտեղ մարդիկ կարող են իրենց աշխատանքով բարեկեցության ավելի բարձր մակարդակ ապահովել եւ այս իմաստով ես շատ կարևորում եմ հանքարդյունաբերության ոլորտի շուրջ խոսակցությունը եւ երկխոսությունը։ Ես համոզված եմ, այդպես էլ կա, խոսակցությունը պետք է լինի ինչ անել, որպեսզի մեր երկրում հանքարդյունաբերությունը համապատասխանի ավելի բարձր ստանդարտների։ Նույն թեկուզ միավոր հանքանյութից մետաղի կամ օգտակար նյութի կորզման տոկոսի հետ կապված սա լրջագույն մի թեմա է, որ արդյունավետությունը հենց դրանով է որոշվում, որովհետև մենք ուրիշ խնդիր էլ ունենք։ Ես համոզված եմ, որ տեխնոլոգիաները մի X պահի զարգանալու են նաև մինչև այդ կետը հիմա էլ չնայած այդ առումով համոզված եմ զարգացումներ կան, դեռևս նախկինում մեր կուտակած պոչերի վերամշակման այդ գործընթացին էլ մենք պետք է հասնենք եւ ես համոզված եմ, որ այդտեղ էլ որոշակի տնտեսական պոտենցիալ կենտրոնացած է եւ մենք այդ պոտենցիալը պետք է անպայման կարողանանք օգտագործել։ Շատ կարևոր եմ համարում նաեւ հանքարդյունաբերության ոլորտում մի հաջորդ ռազմավարական խնդիր, որի շուրջ նույնպես ոլորտը եւ կառավարությունը պետք է սերտորեն համագործակցելու հնարավորություններ գտնեն եւ այստեղ արդյունաբերության շղթան երկարացնելու մասին է։ Իրականում մեզ համար մեծագույն խնդրեմ է, որ մենք ստիպված ենք հիմնականում հանքանյութ արտահանել, մեզ հարկավոր է ոլորտը զարգացնել այն ուղղությամբ, որ մենք հանքանյութի մշակման շղթան հնարավորինս երկարացնենք եւ դա հնարավորինս բերենք վերջնական արտադրանքի, որովհետև դա նշանակում է լրացուցիչ աշխատատեղեր, դա նշանակում է լրացուցիչ եկամուտներ պետական բյուջեի համար, դա նշանակում է լրացուցիչ բարձր որակավորման մասնագետների կարիք, դա նշանակում է լրացուցիչ ներդրումներ տնտեսության ոլորտում, կրթության ոլորտում, դա նշանակում է բարեկեցության նոր աստիճան։ Իհարկե մենք քննարկել ենք եւ քննարկում ենք եւ ես հույս ունեմ, որ առաջիկա
գործընթացները, այդ թվում տարածաշրջանային ավելի նպաստավոր կդարձնեն միջավայրը այս առումով, որովհետև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների տրանսպորտային սպասվող բացումը, որը առաջիկայում անպայման տեղի կունենա, նոր հնարավորություններ է բացելու մեզ համար այս ոլորտում։ Եվ պիտի այստեղ նաև մեր գործընկեր նախարարների ուշադրությունը հրավիրեմ եւ նաև ոլորտի հարգարժան ներկայացուցիչների ուշադրությունը պետք է հրավիրեմ այս խնդրի վրա, որովհետև այո, պղնձի հանքաքարի արտահանումը մեր երկրի համար, իհարկե մեր տնտեսության համար շատ էական նշանակություն ունի, բայց մենք ի վերջո պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի Հայաստանում պղնձաձուլարանի արդյունավետ պղնձաձուլարան ունենալու պայմանավորվածությունը իրականություն դառնա, բայց նույնիսկ սա շղթայի ավարտը չէ, որովհետև եթե մենք արդեն ձուլակտորներ կամ մետաղ ենք ստանում, պետք է մտածել այդ շղթայի հետագա երկարացման համար, որպեսզի պղնձի արտադրանքը կամ այն արտադրանքները, որի մեջ պղնձը լայնորեն օգտագործվում է, Հայաստանում այդպիսի արդյունաբերական պլատֆորմներ եւ ներդրումներ նույնպես լինեն, նույնը վերաբերում է ոսկուն եւ սա էլ մի խնդիր է, որը չափազանց կարեւոր է։ Եվ նաեւ վերջին հանգամանքը, որը կուզենայի ընդգծել, չնայած ոլորտը այնքան տարողունակ է, դեռ երկար կարելի է տարբեր խնդիրներ թվարկել, ես ուզում եմ վերադառնալ մեր ընդերքի ուսումնասիրության անհրաժեշտության թեմային, որովհետև գիտեք, այն գիտելիքը, որը մենք ունենք մեր ընդերքի վերաբերյալ, ըստ էության հիմնված է խորհրդային միության ժամանակ կուտակված տեղեկատվության վրա, այն ժամանակ իհարկե ահռելի աշխատանք է արվել եւ իհարկե այդ աշխատանքը որևէ կերպ չի կարելի թերագնահատել, բայց ընդերքի ուսումնասիրության տեխնոլոգիաները նույնպես փոխվել են եւ հիմա շատ ավելի արդյունավետ տեխնոլոգիաներ կան եւ այստեղ էլ մենք մեր միջազգային գործընկերների հետ պետք է քննարկենք Հայաստանի տարածքում օգտակար հանածոների պաշարների հայտնաբերման, ուսումնասիրման նոր շրջափուլ սկսելու հարցը, ել չեմ ասում, որ հիմա ճիշտ է, պղնձի մասին խոսվեց, ոսկու մասին խոսվեց, ավանդական ուղղություններ, որ մարդկությունը հազարամյակներ այդ գործով զբաղվում է, բայց հիմա նոր ոլորտներ են բացվում, այդ թվում հազվագյուտ մետաղների ոլորտը, որը շատ մեծ տեմպերով զարգանում է կամ առնվազն շատ մեծ տեմպերով հետաքրքրությունն է աճում, այստեղ ծավալների առումով, ֆիզիկական ծավալների առումով գուցե թե մեծ չի կամ մեծ չի կարող լինել կամ մեծ չի լինի արդյունահանումը, բայց պահանջարկը եւ տեխնոլոգիական արտադրանքում դրանց անհրաժեշտությունը ակնհայտ է դարձնում, որ այստեղ էլ լրջագույն ներդրումների պոտենցիալ կա եւ կարծես թե բոլոր նախնական գնահատականները վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում այս առումով հսկայական անելիք կա։ Հարգելի գործընկերներ, իսկապես ես շատ կարևորում եմ այս ձևաչափը, որովհետև տեսեք, այն ինչ որ ես ոչ մասնագիտական գիտելիքով եւ տպավորություններով ներկայացրեցի, դա արդեն հսկայական ծավալի աշխատանք է, պատկերացրեք, այստեղ էս ամեն ինչի մասին խոսի ոլորտի փորձագետը, այդ կնշանակի, որ այս ձևաչափերով, նկատի ունեմ քննարկումների ձևաչափում շատ երկար օրակարգ կա, շատ մեծ օրակարգ կա, եւ ես ուզում եմ հավատալ, որ հանքարդյունաբերության ֆորումը կդառնա այն պլատֆորմներից մեկը, ով ոլորտի համար, հանրության համար եւ կառավարության համար կգեներացնի այս հարցերի պատասխանները, որովհետեւ այդ հարցերին հնարավորինս ճշգրիտ պատասխան տալը եւ հնարավորինս ճշգրիտ եւ արդյունավետ լուծումներ առաջարկելը, այդ նշանակում է Հայաստանի զարգացման տարբեր մակարդակներ, այսինքն այս ձևակերպված հարցերի պատասխանների պրոֆեսիոնալիզմից, ճշգրտությունից ու արդյունավետությունից եւ այդ պատասխանների
կիրառման եւ ներդրման արդյունավետությունից կախված է, թե Հայաստանը զարգացման ինչ մակարդակ ունի։ Ուշադրություն եմ հրավիրում ոչ միայն հանքարդյունաբերությունը, այլև ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն, սկսած կրթությունից, շարունակած տնտեսությամբ, շարունակած հանրային հարաբերություններով, շարունակած շրջակա միջավայրի նկատմամբ ունեցած վերաբերմունքով եւ այլն եւ այսպես շարունակ։ Ես պետք է նաեւ մի խոստովանություն անեմ, որովհետեւ տենց հեղափոխությունը ինքը ունի իր տրամադրությունը, իր էներգիան, իր տեմպը 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո իհարկե մեր տրամադրությունն ու տրամադրվածությունն այն էր, որ մենք այստեղ շատ արագ արդյունքների պետք է հասնենք, նույն շրջակա միջավայրի ստանդարտների բերումով, բայց ժամանակի հետ ակնհայտ է դառնում, որքան տեղեր, որ արագ արդյունքի հասնելը պարզապես հնարավոր չի, ուղղակի հնարավոր չի, եթե ամբողջ հանրապետությունը գործը թողնի եւ զբաղվի միայն դրանով, միևնույնն է արագ արդյունքի հասնել հնարավոր չի եւ այդ թվում այստեղ է, որ ես ուզում եմ մեջ բերել այն արտահայտությունը, որը վերջերս հաճախ եմ մեջ բերում, այդ արտահայտությունը հետեւյալն է, արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների եւ հանքարդյունաբերությունը այն ոլորտն է, որտեղ մենք պետքա առանց ընդհատումների, այսինքն հետեւողականորեն աշխատենք եւ այդ հետեւողականությունն է, որ բավարար արագությամբ կբերի այն էֆեկտների, որը մենք ուզում ենք տեսնել։ Եվ իհարկե այս բոլոր հարցերը կառավարության առաջնահերթությունների շարքում են եւ նման հարթակներում ձևավորված մտքերը, գաղափարները, նախագծերը, լուծումները հույս ունեմ եւ համոզված եմ, որ կծառայեն այդ թվում կառավարության համայնքում առավել արդյունավետ քաղաքականություններ բարելու գործին։ Շնորհակալ եմ եւ հաջողություն եմ մաղթում ֆորումի աշխատանքներին։